Ողջույն գործարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, եթե չհասցնեք հաղորդումը լսել ամբողջությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեզ։ Սա Թարմուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում շատ յուրահատուկ եւ հետաքրքիր հյուր ունեմ։ Երկչուհի Շուշան Պետրոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք ժամանակ եք գտել, ձեր թանկ ժամանակից նվիրել եք մեզ ու այսօր այս տաղավարում եք։ Շնորհակալ եմ ես հրավերի համար։ Միշտ Թարմուղեղով զրույցի ժամանակ հիմնականում 90%-ով քաղաքական հարցեր են քննարկում, բայց մենք այսօր փորձելու ենք գիծը շեղել ու գնալ դեպի երաժշտություն։ Եկեք քիչ չխոսենք քաղաքականությունից, որտեղ դրա մեջ խրված ենք ուղղակի։ Այո, խոսենք երաժշտությունից, որովհետև ճիշտ է մեզ մոտ երգելու ժամանակ չկա պատերազմից հետո, բայց ու պարզապես եթերում երաժշտություն չի ընջում, բայց երգի մասին ամեն դեպքում փորձում ենք խոսել։ Այս սերնդի ինքնության մեջ այսօր 20 թվականից հետո նաև փորձենք հասկանալ ինչ դեր ունի երաժշտությունը եւ արդյոք փոփոխություն եղել է այդ դերի մեջ։ Սերնդի մասին չասեմ, բայց ինձ համար ասեմ, որ ես որ մեծացել եմ այս ամեն ինչի մեջ, այսինքն իմ ծննդյան առաջին օրվանից եղել եմ երաժշտության մեջ, վերարժեքավորվեց երաժշտությունը COVID-ի շրջանում, այսինքն նախապատերազմական շրջանում, անընդհատ տանը լինելը, անընդհատ կոմպյուտերի առաջ նստած աշխարհի հետ կապը չկորցնելու բոլոր փճիկերը լավ արդյունք տվեցին, որովհետև ես ծանոթացա այնպիսի ազգերի երաժշտությունների, որոնք որ երբևէ չէի լսել։ Այդ թվում նաև հայկական փոփ երաժշտություն, ռուսական փոփ երաժշտությունը։ Ես ասենք կային կորիֆեյներ ռուսական էստրադայի մեջ, որոնք որ այդպես իրենք լսում էին ամեն մի նոր երգը, հիթեր եւ այլն։ Եթե ականջով անցնում էր եւ դուրս գալիս էր, ես գիտեի որով է, որտեվ հիշողությունը երաժշտական շատ ուժեղ է։ Բայց որ ծանոթանայի լսեի նոր անուններ տեսնեի, նախագծեր տեսնեի, դա ահագին օգնեց այդ շրջանը։ Հնդկական երաժշտությունը շատ հետաքրքիր բաներ գտա հնդկական երաժշտության մեջ։ Հասկացա, որ էլի կոնկրետ հասկացա հստակ թե ինչ ոճեր չեմ սիրում։ Չնայած դրանց մեջ այդ ոճերի մեջ էլ կան հրաշալի, այսինքն կատարումներ, country չեմ սիրում օրինակ, բայց հրաշալի երգչուհիներ կան, country երգիչներ կան, որ հավեստ են, շատ տիպիկ ամերիկյան տեխասոտ են, որ երաժշտությունը իմը չի։ Մի օր ասացի ընկերներիցս մեկին, եղեք ռեգի չեմ սիրում, ասաց որ քո են SS երգերը ռեգի են, ասեցի ճիշտ է, Higher Ground-ը TV, որ ունեմ իմ երգացանկում եւ Քարերի ամրոց մեր երկիր հայոց, դա ռեգի է, որ բարերի հեղինակը ես եմ երաժշտություն Արմեն Մարտիրոսյանն է գրել։ Այսինքն ոճեր կան, որոնք որ չեմ նախընտրի երգել, բայց եթե երգը շատ լավն է լինում Այդ չեմ ուշադրություն դարձնում, թե ինչ ոճի մեջ է գործիքավորումը կամ ինչ տեմպո ռիթմի մեջ է գրված եւ այլն։ Սերունդը ինչ արեց, սերունդը։ Դե սերունդը իրականում հենց լավ երաժշտություն լսող որևէ մեկին տեսնում եմ, որ շատ անչափ ուրախանում եմ։ Այդ ո՞րն է լավ երաժշտությունը։ Լավ երաժշտությունը դա լավ ճաշակով փոփ երաժշտությունն է, դա լավ ռեփն է, դա լավ ջազն է, սոլն է, R&B-ն այնքան բոլորը միանման են R&B-ում, այնքան ցանցրալի է դարձել այդ ոճը։ Սոլից էլ լավ հեռացել են, իրենց թվում է որ մի 2-3 այդպես մելիզմներ անում են, դա սոլ է, չէ։ Բայց կան շշմելու երաժիշտներ։ Նոր սերնդի մեջ համաշխարհային առումով, իհարկե, շատ գժվելու։ Ես շատ Անդերսոն Փաղաքին եմ սիրում, ընդ որում արդեն քանի տարի է լսում եմ եւ իրեն էլ գրանցված եմ իր էջին, հենց նոր բան լինում է, ես անդադ տեղյակ եմ։ Դե Կենդրիկ Լամարն է շատ տաղանդավոր տղա։ Ջազային երգչուհիներից Esperanza Spalding, որ համ բեյս է նվագում, համ բան, Gretchen Parlato, հին դպրոցներից Էլիան Էլիասին եմ շատ սիրում, դաշնակահար եւ երգչուհի, բրազիլացի։ Հավերժական սերս Pat Metheny-ն է, մեծ գիտարար, ում համերգներին թռել եմ Նյու Յորք եւ գնացել եմ եւ երեխաներիս եմ տարել վրա Թիֆլիսում համերգներ։ Ստիվին իհարկե հիմքն է իմ երաժշտական ասպարեզում հայտնվելու։
Շատ կարևոր է, չէ՞, դաստիարակության համար մանկուց լավ երաժշտություն լսելը։ Իհարկե։ Ես այսօր տեսնում եմ, որ երեխաների համար միացնում են հայկական ռաբիս ու արդեն պատկերացնում եմ, թե օրինակ 10 տարի հետո ինչա լինելու իրանց մտքում։ Արդեն մենք քաղում ենք այդ պատողները։ Այդ խայտարակ հայերենով երգերը իրար նման ոչ միայն աղջիկներն են իրար նման սպարված եւ շտկված նույն էսթետիկ բժշկի մոտ նույն արտաքինով նույն դեմքի արտահայտություններով դատարկությունը աչքերով երբ որ երգիչը գիտեք արտիստը պետք է չվախենա իսկական լինելուց իսկական լինելը դա նաեւ տգեղ լինելն է Նայել ծամածրվելն, այսինքն ապրումը ոնց կարող է լինի այդպես տատիկ, ինձ կարող եք ասել այդ եմ քոժողնի, ոնց կարող է լինի։ Ոնց կարող ապրումը։ Աղջիկներ կան հայրենիքի մասին երգեր են երկրորդ դա շատ բանը փողաբեր է հավանաբար։ Դեմքերին նայում ես իրենք չեն էլ հասկանում ինչ այդ հողի արժեքն էլ չգիտես։ Բայց բանա պետք է գնում են երկու արտասահմանում երկու կոպեկ են ոնց կարելի է այտենց անազնիվ լինել արվեստի հետ ինձ ասում են դու ռոմանտիկ ես չեմ հարտուղակի ազնիվ եմ այդքան բան ռոմանտիզմի մեջ ռոմանտիզմի բան չկա ես հայ եմ մեծացել եմ Եկմալյանի կանաչյանի կոմիտասի երաժշտության մեջ Բախ Հենդել Շոպեն Բրամս Շուբերտ Շուման Այս անուններ որ ասում եմ դա ուղղակի անուններ չեմ թերթում գիտեմ ես երաժշտությունը Դժվար չի նման կերպ մեծացած մարդուն էս իրականության մեջ Բավարար դժվար Դրա համար պայուսակից մեջ կան ականջակալեր Երբ որ իջնում եմ խանութ կամ իջնում եմ ասենք հանդիպման սրճարանում միշտ ընկերներով հանդիպում ենք միշտ ականջակալերով Չեմ կարող տգեղություն չեմ կարողանում տանել Իսկ փորձում չարությունը տգեղացնում է, որտեվ հասարակությունը չարացած է։ Մի մասը չարացած են, որովհետև տեղը ունեն չարանալու, մյուս մասը չարացած է, որտեվ ֆիասկո է ապրել, հավատացել է եւ խափնվել է։ Մի մասն էլ ուղղակի չար են։ Անջորում այդ չարերի մեծ մասը վճարովի չար են։ Իսկ մեղքի տակ են։ Պատկերացնում եք։ Ու դից ապրում ենք։ Ամենալավ փրկությունը ականջակալեր տներն է եւ ասենք Բախի double violin concerto-ի տակ իջնեն ամբողջական փողոցը տակժվելու կտրվել իրականությունից Լավ ֆիլմեր եմ սիրում նաև Իսկ հաճախ եք կիսվում դրանցով որպեսի այ նոր սերունդը փորձի դրա մեջ ապրել կամ դրանով ապրել Եթե ես հիմա ցույց տամ իմ հասցեներում թե քանի հոգու եմ ստիպել որ Apple Music մտնեն ասում եմ մենք Spotify ենք օքեյ ասում եմ բայց ես Spotify-ով չեմ կարող երաժշտություն ուղարկել իսկ ես Apple Music-ով ունեմ հսկայական playlist-եր ու թեմատիկ ասենք for dance jazz for me լավ երաժշտություն ռուսական երգեր լավ երգեր դասական հսկայական կոլեկցիա Alternative jazz, rock ունեմ գժվելու rock հավաքածու ունեմ, որ հիմա շատ կենտրոնալ, հիմա նայեք Black Sabbath-ն էլ կա մոտս, այսինքն Black Sabbath էլ կա, Led Zeppelin էլ կա, բայց կա նաև մոռացա խմբի անունը այ մարդ այսքան խոսելուց հետո, որ թույլ տակ կանայեմ կասեմ, հա, նայեք։ Դե դեռ մի երգը, որ ուղղակի իմ մի քանի օրը մեջ գոնե պետք է լսեմ այդ երգը, որովհետև Come Alive երգն է գժվել։ 24/7 եք երաժշտություն լսում։ Համարը։ Իսկ երգում։ Երգում եմ։ Տանը անընդհատ։ Տանը անդադար։ Foo Fighter, առանց նայելու հիշեցի։ Foo Fighters, առանց բացվելու, ահա։ Come Alive երգն եմ շատ սիրում հիմա, շատ հաճախ եմ լսում։ Chris Cornell-ին էի շատ սիրում, երբ որ Chris Cornell-ը ինքնասպանություն գործեց, ես լաց եմ եղել։ Մեկ էլ տենց դիզայներներից Alexander McQueen-ը, որ իմացա, որ ինքնասպան է եղել էլի։ Լավ արվեստագետներին չեմ կարողանում անտարբերացնել, հա, որովհետև արվեստագետը շատ նուրբ է։ Առասարակ արվեստագետը, արտիստը շատ նուրբ է։ Նայեք ինչքան կան չէ պատմություններ overdose-ից մահացած
որ նարկոտիկներից կախում են ունենում եւ այլն։ Դա էլ է թուլություն։ Այդ ամենից կախում ունենալ, որովհետեւ ես նույնիսկ ալկոհոլ չեմ խմում։ Իմ ընկերները, որովհետեւ միշտ դա պատմության թեմա է, որովհետեւ ես բոլորի այդ հավասար քեֆ եմ անում, իրանք ուրախանում են բան, բայց միշտ այդպես են, չէ՞, պատկերացնում, որ արվեստում են ուրեմն պիտի պարտադիր խմիչքի հանդեպ էլ սեր ունենան։ Կա կարծում եմ նման կարծրատիպային մտածելակերպ։ Ինչ բան է, երբ որ դու երաժշտությունից ես հարբում։ Ես մի քանի անգամ ինձ բռնացրել եմ, որ ես երգելուց փոխվում եմ հատակից։ Այդ տենց եմ հարբում։ Իսկ հատկապես ինչ երգելուց։ Հայրենիքի մասին։ Չէ, ինչ կապ ունի։ Տարբեր լավ երաժշտություն։ Ես հասկանում եմ, որ ինձ այդ ֆորմատի մեջ եք անընդհատ ընկալում հայրենիքի։ Կարծում եք դուք չեք ձևավորել այդ նայեք, խնդիրն այն է, որ մենք այնքան բարդ տարածաշրջանում ենք ապրում, մեր գեոպոլիտիկան շատ դժվար է, որ գոյության կռիվ է, դարեր շարունակ։ Եվ այդ երգերը, իսկ երգը շատ կարևոր է մարդիկի համար։ Այդ երգերը պետք է լինեին միշտ եւ եղել են միշտ։ Իմ սերունդը երբ որ սկսեցինք երգել 90-ականներից, հա, այս երգերը շատ էին խաղարկվում։ Ու ես քանի որ ազնիվ եմ մեկ անգամ եւս արվեստի նկատմամբ, ես այդ վատ գործիքավորումով, վատ խոսքերով, այսինքն ոչ հայերեն, բայց հայրենասիրական ոգով խոսքերը ինձ համար կատաստրոֆիկ էին, դա կատաստրոֆա էր, որովհետեւ մարդիկ կարոտ էին դրան եւ լսում էին դա։ Լսում էին։ Ու երբ որ ես առաջին անգամ երգեցի, արդեն իմ ընտրությամբ ոչ թե ասենք Սպարապետի առաջարկով ես ու Հայկոն երգեցինք Երազիմ երկիրը, հետո ես գրեցի կյանքս հայրենիքինի բառերը, հայրենիքը, դա նորմալ էր, որովհետև ես այդ սերնդի մեջ ձևավորված մարդ էի, որ եկել էի բոլորովին այլ ոճով երգում էի, ջազ, սոլ, ռոք, այդպես էքսպերիմենտներ էինք անում։ Եթե ես երգում եմ այս երգը, կապ չունի ինքը ինչի մասն, ինքը պետք է լինի գրագետ երգ, գրագետ հայերենով, լավ գործիքավորումով։ Իմ օֆիցիալ, այսպես ասեմ, առաջին հայրենասիրական երգը հայրենիք երգն է, որ Հայկոն առաջ գործիքավորում է։ Մինչև այսօր ապրում է։ Մինչև այսօր։ Եվ ինչքան մարդիկ են փորձում երգել այդ երգը, չէ՞, բայց մեկ այմա ապրում է։ Շատ բարգաստո շնորհակալ եմ, շատ ուրախացնող փաստ է ինձ համար, որովհետև Հայկոն ֆանտաստիկ գործիքավորում է արել, Գևորգ Թաբաղյանը ֆանտաստիկ նվագել է դուդուկ։ Հասկանում եք, որովհետև այդպես չի կարող։ Մի հատ երգ կար, որ մի այդպես այդ ժանրի երգիչ երգում էր։ Որ լսեցի ականջով անցավ գնաց, հետո Բոստոնում մի անգամ մի հատ ձայնարից դրեցին, ինձ ցուցադրեցին իրենց ինչ-որ աղջիկների խումբեր, այդ նույն երգը երգում էին։ Ասեցի, ես ինձ սիրուն երգ է, ուզում եմ երգել։ Ասեցին, հա, այսինքն դա ազատ ընտրություն է։ Երևան եկա, թավջութակով, բանով այդ երգը, հայրենասիրական երգ, որ ոչ մեկ չէր մտածի, որ այդպես է, բայց պիտի մատուցումներ լինի, ոչ ես երգում երգելու համար, երգում ես, որ նախ ինքը հաճիկ ստանաս, եթե երաժիշտ ես անշուշտ, և հանդիսատեսը ոչ միայն հաճիկ ստանալն է, ինչ-որ չափով նաև ճաշակ կրթես։ Իհարկե միշտ ունկալելի լինի նաև, դև ամեն սերունդ իր ընկալումների այսպես բաներ ունի, չէ, չափիչները, ինչպես է ընկալում, ինչ է ուզում ստանա, պետք է ամեն միջավայրում, ամեն, չգիտեմ, խմբի այլ կերպ մատուցել կարծում եմ։ Այ հետաքրքիր է, որ երբ YouTube-ում փորձում ես նոր երգեր որոնել, հաճախ այսօր հանդիպում են արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտություններ ու շատ ճաշակով են իրենք ստեղծված ու հաճախ կարելի է նույնիսկ խառնել իրականի հետ։ Ոնց եք դուք վերաբերվում, որ այ արհեստական բանականությունը կարող է ստեղծել այդ արժեքը, որտեղ գուցե այն հոգին չի դրվում, ինչ որ մարդն է անում գործիքի հետ աշխատելիս, բառերը ընտրելիս, երաժշտությունը արդեն արարելիս, բայց այդ արհեստական բանականությունը դա կարողանում է անել ժամերի ընթացքում։ Ինչ ավոր է, չէ՞։ Դա նման է, գիտեք ինչին, դա նման է վիրտուալ ընտանիք կազմած զույգերին, այն որ իրար կյանքում չեն տեսել, բայց վիրտուալ իրար այդ
ապրում են, ջուր են խմում, սուրճ են խմում, երևի սեքսով են զբաղված, չգիտեմ, զզվում եմ վիրտուալ ամեն ինչից, հասկանում եք։ Որովհետև ես սիրում եմ անձրևից հետոյի են օզոնի բույրը, վարունգը, որ սենց կիսում ես այդ բույրը, հողի հոտը, արևի, այդ ես իսկական եմ սիրում, բա մարդուն չկպնես, բա երկելու չտեսնես ոնց է երգում, ոնց է ապրում, գիտեք ինչ գիրք է երաժշտությունը։ Մի երկու անգամ տենց դրել են, ասում, բայ եսով է երկում, երեխեք ես նորամա, ինտերեսանտ, թևաթափ եմ լինում, ինքան ստոր բան է դա, բա արտիստները, Արտահրավեր է սա արտիստներին։ Whitney Houston-ին չլսեինք են, որ ֆանտաստիկ երգում էր, հետո ձայնը խրպոտում էր, կտրվում էր, բայց մեկ էլ շարունակում էր էլի լավ, որտեվ իսկական է։ Կամ տարիքի հետ ձայնը փոխվում է, դա ժամանակի ընթացքում տեսնել, հասկանալ։ Փիս բան է այդ։ Մարտահրավեր է դա արտիստներին։ Գիտեք ինչ, մարտահրավերը գեղեցիկ է, սա ուղղակի կոնկրետ բանա լաբորատոր փորձարկումա լինել չլինելու։ Թե մենք լինելու ենք, թե չէ, այսինքն կերպարվեստի գործեր եմ տեսել արված այդ ինտելեկտուալ, ինչու ինչպես է կոչվում, արհեստական բանականությամբ, այո։ Արհեստական բանականությամբ արված։ Դրա արժեքը ո՞րն է։ Թե ոնց է այդ արհեստական բանականությունը նկարել, գուցե մարդն է գերագույն արժեքը այնուամենայնիվ, որը ստեղծել է այդ արհեստական բանականությունը եւ կարող է մի կոճակով անջատի։ Դե ես կարծում եմ սա մարտահրավերա մարդ լինելուն, առհասարակ դարի հարցն է։ Այո։ Ովքեր կմնան մարդ լինել չլինելու, այդ եմ ասում, լինել չլինելու հարցը։ Ամեն ոլորտում կարելի է կիրառել, բայց արվեստից հեռու, գրականությունից հեռու։ Էլ չեմ ասում նախագծերը, որ հիմա ստեղծվում են։ Մարդիկ նստում են թեզեր պաշտպանելու, դա նույնիսկ ֆրազա չգիտեմ, որտեվ մեջս ընդվզում է արհեստական բանականությունը։ Թեզերն են պաշտպանում արհեստական։ Այդ ինչ եղավ։ Հետո վաղը դից բժիշկներ են դառնալու։ Բայց չէ որ բժիշկի բացի տեխնիկական եւ բժշկական նրբություններին տիրապետելուց նաեւ մարդն է կարևոր շատ բժիշկ լինելու մեջ։ Եվ բոլոր ոլորտներում։ Նկատի ունեի սա, որ մահվան եւ լինել չլինելու հարցը։ Այսինքն արհեստական որևէ բան չեմ սիրում, որևէ դրսևորում կերպար արվեստի մեջ, գրականության կերպարվեստի դե ֆիլմեր են հանում։ Ամեն ինչ։ Այո, չեմ ընկալում։ Ես ամեն ինչի իսկականն եմ սիրում, եթե իմ առջև մարդ է, ինքը պիտի իսկական լինի։ Եթե շնորհներով եւ արժանինքներով մարդ է իսկական, պիտի թե սրիկա է, իսկականը կա արդեն։ Այ ոնց եք տեսնում, Հայաստանում այսօր ձևավորվում են արտիստներ, թե պարզապես կատարողներ են ձևավորվում։ Դե արտիստը շատ ավելի շատ արժեքներ է, չէ՞ իր ներսում պարունակում, տանում, կրում։ Նայեք, թե այսօր ինչ է կատարվում իմ ոճի, իմ ժանրի ոլորտում, կարող եմ ձեռքբերումների մասին խոսել։ Դա երկի թատրոնն է, մանեն ֆանտաստիկ աշխատանք է անում, եւ ես մի քանի ներկայացում եմ տեսել եւ հոգիս ցնծում եմ։ Ցնծում է, որ մենք ունենք տենց մեքենա, որը աշխատում է, որտեղ լավ երաժշտություն են լսում, որտեղ Կոմիտաս են երգում, որտեղ Արտուր Գրիգորիչի երգերն են երգում։ Շատ ուրախանում եմ դա, բայց դա մանեի շնորհքն է, ձեզ ասեմ։ Դե դա անհատների վրա է մնացել։ Ես կուզեի, որ այդ երեխեքը երաժշտությունը սիրեն եւ նվիրված են, այնպես ինչպես մեր սերունդներ։ Ինչպես մենք գիտեինք երաժշտություն եւ ինչպես ես ու Արտուրը Իսպիրան միջև հիմա իրար երգեր ենք ուղարկում։ Ոչինչ չի փոխվել։ Ոնց որ 88 թվին ծանոթացանք իրար հետ հրապարակում միտինգների ժամանակ։ Նույն ձևով միջև հիմա այն ժամանակ վինիլի դիսկեր էինք փոխանակում, հիմա իրար հետ YouTube-յան կամ բանով Apple Music-ով կամ Spotify-ով մյուզիկ ենք ուղարկում։ Չենք դադարում, սա է շատ կարևոր։ Եվ ես կուզեի այդ սերունդը չփարփակվեր վերջին 2 տարվա արտիստների նորաստեղծանունների միայն ստեղծագործություններով։ Երաժշտությունը իմանալու համար պետք է երաժշտություն իմանալ։ Երբ որ ասում են, այսպես արտահայտություն կար, ես մուզիկանտ եմ, այդպես արտահայտություն եմ լսել ուղակի։
ու գիտելիքները ուղղակի մի 3-4 ամսվա բոլոր հարթակներում հնչող այդ երգերն էին։ Ոնց դա, այդ 2-3 ամսվա մեջ ինչ որ լսել ես շլագեր, դա անգիր գիտես, ասենք մաքսիմում 5-6 արտիստի երգ գիտես, դու երաժիշտ ես։ Մելոման լինելը երաժիշտ լինել չի, մելոման լինելը այնուամենայնիվ զատելն է նրբաճաշակ երաժշտությունը։ Լավ ռոքից, ծանր ռոքից, լավ ջազից, ալտերնատիվ ջազից, պրոգրեսիվ ռոքը տարբերել, հասկանում եք, այսինքն այս ամեն ինչը պարտավոր է իմանալու։ Երբ որ ես գնում եմ որևէ ճամփորդության, առաջին տեղը որ վազում եմ, դա Apple Music, դա World Music բաժինն է, World Music-ը, որովհետև պիտի տեսնես աշխարհում ինչ է կատարվում։ Մի խոսքով, սերունդը, ինչ վերաբերում է հարցին, լավ երաժշտություն չգիտի։ Այ զրույցի ընթացքում երբ փորձեցինք հասկանալ թե էլի նոր սերունդը ինչպիսի երաժշտություն է լսում, այդ արհեստականի մասին խոսեցինք, չէ՞, որ նույն տեսքով, նույն արտաքինով միանգամից աղջիկները եկան այսպես պատկերում։ Իսկ տղաների մասին ինչ կասեք։ Գիտեք ինչն է ցավը։ Ցավը այն է, որ մենք շշմելու ձայներ ունենք։ Շշմելու երգչուհիներ ունենք, է։ Երգչուհիներ ունենք, բայց ուզում եմ ասեմ ձեր ցավը տանեմ, ցակուկներ ջան, մենակ ձայնը հերիք չի։ Որովհետև երբ որ մենակ ձայնն է, դա ի վերջո սկսում է ցանցրացնել։ Ասելիք պիտի ունենաս։ Լսողություն ունենալը հերիք չի, երգել պետք է կարողանաս։ Երգելը միայն հերիք չի, որովհետև երգի մեջի պաուզաները պիտի բռնես, պահես դահլիճում բեմի վրա կանգնած։ Հետևում անտուրաժ լցնելով չի, բոլոր տեսակի ակրոբատներով, պարերով, բաներով կարող ես պիաֆի պես կանգնել բեմի վրա ու երգել։ Կարող ես Whitney-ի պես, այսպես ցողունի պես կանգնում էր ու երգում էր, ու չէր վախենում, երբ որ էմոցիոնալ շարժումներ էր անում։ Կարող ես Gladys Knight-ի նման երգելը, որ մինչև հիմա արդեն մոտ 80 տարեկան է ու երգում է։ Barbra Streisand-ի պես կարող եք երգել, մի հատ ալբոմ եմ քաշել մոտս, մայիսին է արել, մայիսի 28-ին է արել ռիլիզ ալբոմի։ Ինքը 86 տարեկան է, դուք պիտի լսեք, թե ինքը ոնց է երգում։ Եվ ավելի լավ քան առաջ։ Եվ չկա կոմպյուտերային միջամտություն, այսինքն խենթանալի կա երգում, որովհետև իսկական է, որովհետև երբեք չի ամաչել լինելու այնպեսին ինչպիսին որ է։ Այ վերջերս երբ J-Lo-ն Հայաստանում էր, ինչպիսի բում էր, չէ՞ դա։ Դրանից հետո քննարկում էին հայ կանանց, թե ինչպիսին պիտի լինեն հայ կանայք, պիտի օրինակ վերցնեն։ Շատ եմ հարգում այդ աղջկան, գիտեք։ Իմ երգչուհին չի, այսինքն անգամ չեմ իր ալբոմները ձեռք չեմ բերի, ասենք ոնց որ Ստիվի ձեռք կբերեի կամ չգիտեմ իմ սիրած շատ երաժիշտների։ Կարծում եք բոլորը այնտեղ ովքեր լսում էին նրա երգերի սիրահարն էին։ Նույնիսկ չգիտեին երգերը։ Այդ գիտեն էլի երևի, չէ՞։ Այդ նույնիսկ ես գիտեմ։ Բայց շատ աշխատասեր աղջիկ է։ Դա հարգալի բան է։ Աշխատանքը հարգելի բան է։ Իսկապես հարգելի բան է։ Եվ այնպես չի, որ ինքը անորակ բաներ է անում, այսինքն ֆիլմեր կան, որտեղ ինքը իսկապես լավն է։ Ֆիլմեր կան, որ լավ միջին կլասի, այն որ պետք է լինի այդ ֆիլմը, լոխումիկներ են, շաքարիկներ են, բան, sense կամ կոնֆետիկներ են, կան այդպիսի ֆիլմեր, բայց կան ֆիլմեր, որտեղ ինքը իսկապես լավ է խաղացել։ Մի երկու այդպիսի ֆիլմ ես գոնե տեսել եմ։ Համաշխարհային մակարդակով հայկական հնչող ձայները որոնք են այսօր։ Այ միշտ երբ ամենուր երաժշտության մասին խոսվում էր, միշտ Շարլի անունն էր, չէ՞, հնչում։ Իսկ այսօր ով է այդ դերը ստանձնել, ոնց եք կարծում։ Ժանրը կարևոր է։ Չէ։ Լիպարետ Ավետիսյան, ֆանտաստիկ տենոր, Հասմիկ Գրիգորյան, ֆանտաստիկ երգչուհի։ Էլի երգչուհիներ եւ երգիչներ կան, մի տենորի լսեցի ես վերջերս, հիմա անունը չեմ հիշում, բայց հիացած էի։ Էլի
Ունենք է, եկա երկիչներ ունենք։ Էստրադային ժանրի մեջ կարծում եմ, որ կան շատ երգիչներ եւ երաժիշտներ, որ կարող էին լինել։ Իսկ ինչ խանգարեց։ Այնքան ինքնաբավ են, այնքան բարփակված են իրենց արդեն ստեղծած փողաբեր, այդ վտակի վրա կանգնած են ու չեն ուզում շարժվեն։ Դրանից ավելի կարևոր բան կա առաջ գնալը։ Առաջ գնալը։ Այսօր երաժշտությունը ընտրում են հատկապես նաև հայտնիություն ձեռք բերելու համար։ Լայք հավաքելու համար։ Լայք։ Դե լայք հետո հայտնիություն։ Դե դա իդենտիֆիկացնում են ցավոք սրտի, որովհետև լայքը եւ հայտնիությունը տարբեր բաներ են։ Մի տղա կար Սարե շատ սիրեց իրեն հայտնաբերեցի անցյալ տարի այդ մրցանակաբաշխությանը։ Լավն էր, շատ կիրթ տղա է եւ շշմելու երաժիշտ է իսկապես։ Ունեմ պինդ երկու երգչուհի Սոնան Ռուբենյան եւ այմարդ անունը նոր հիշեցի COVID-ի հետևանք է Սոնան եւ ունեմ մի հատ հայտնագործություն Մաշա Մնջոյանի եմ շատ սիրում նաեւ շատ պինդ երգչուհի հայելի 12-ում էր աշխատում 12 փաբում էր աշխատում Բրունետը Ինչ Բրունետին այո ինձ դուր է գալիս ինքը շատ լավ բան կա մեջը մի հատ խաղերը ձայնի Չգիտեմ դուրս գալիս է կոմպլեքսը եւ ձայնը եւ մտածելակերպը եւ կոմպլեքսը բայց քանթիչ կա էս երեխեքի հետ Այս վերջերս տեսա իրան ու շատ զարմացա շատ ջերմ է իմ նման ես անմիջական եմ երբ որ լավը այդ աստղային սառնությունը ինձ այնքան բանեց այնքան կուզեի տենց չլիներ որտեվ զիլ երգչուհի է իսկականից տեսեք ես սկզբում մոռացել էի որ այս վերջերս տենց ֆիասկո եմ ապրել լավ երգչուհի է ամեն դեպքում ես ինձ եմ հիշում երբ որ հանդիպում էի հանկարծ արդեն կայացած արտիստների ինչ էր կատարվում այդպես իմ ու Էլվինայի հետ կապը երբեք չեմ կարողանա ուրանալ Զարային Տոնիկյան չեմ կարողանա ուրանալ ոնց ասեմ Էրնան չեք պատկերացնում ինչ էր սենց սիրտս սենց խփում էր ուղղակի որ իրանց տեսնում էի Եվ հիմա երբ որ տեսնում այդ սերնդի խնդիրը դա է գուցե այն ամենայնիվ իրանք քո մեջ մրցակից են տեսնում ոչ թե արտիստի ես երբեք ոչ մեկի հետ չեմ մրցել երթվում եմ կամ իմ մյուզիկնա կամ իմ մյուզիկը չի եթե շատ եմ սիրում ես երգչին կամ երգչուն եթե վատ բան անում չեմ կարա չասեմ եթե չասեմ ազնիվ չի լինի որտեվ սիրում եմ որովհետև այլ կերպ չեն սիրում որտեվ չեմ կարող ասել բարև կյանք ու հետո շուրգա ու հետ մեջքից խոսեմ չէ ամենահեշտ բանը իմ համար իմ համերգները որ աշխատել եմ նոնն ա եղել ես պրոֆեսիոնալը երկեր կան որ ինձ հուզում են երգ ա եղել մի օր ասի չերկես էլ այդ համերգը այդ երգը միասին համերգներ ենք ունեցել արդյունքներս գնում է հետո ես պիտի բեմ դուրս գայի հենց այդ երգը սկսում էր ակայներս փակում էին նայում էր վրաս գիտեր որ պրոֆեսիոնալ է ունեմ սիրած երգերի երգացանկից Մենք շշմելու երգչուհիներ ունենք, երգիչներ էլ ունենք շատ լավ Ես սիրում եմ քաջ մարդկանց Ես չեմ սիրում որ երգիչներ կան որոնք որ ինձ համար շատ սիրելի են իրենց արվեստը ստեղծած սիրելի է բայց վախկոտների պես չքացան իմ հորիզոնից այս վերջի տարիների ընթացքում որ հանկարծ ներկայիս իշխանությունը հանկարծ տեսնի իրենց որ իրենք իմ հետ բարևել են այդ տենց ընկերներ եմ ունեցել հիմա չունեմ այդ ընկերներին ուրախանում եմ որ լավ երգեր են անում այդքան բայց կարծում եմ այնուամենայնիվ մարդու գործոնը շատ ավելի կարևոր է ընկերը շատ կարևոր արժեք է հետո նոր արդեն իր ստեղծագործությունը Միշտ շնորհակալ եմ ձեզ Սիրով Թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում գործարալիքի եթերում առաջին խոսափողի մոտ երգչուհի Շուշան Պետրոսյանն էր երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց մենք վաղը կհանդիպենք լավ եղեք